Ողջույն սիրելի եկեղեցի։ Ողջույն թանկագիններս։ Այսօր խոսալու ենք այնպես բաների մասին, որ չգիտեմ կուրախանաս թե չէ, բայց խոսալու ենք։ Վերնագիրը դրել եմ այսպես չնախատեսված փոթորիկներ։ Իրականում կյանքում լինում են, չէ, բաներ են լինում, որ չես նախատեսել։ Ընդհանրապես չես էլ պատկերացնում, որ կարա լինի։ Հանգիստ քո համար ապրում ես։ Քո համար ծրագրավորում ես քո կյանքը, քո առօրյա նպատակներով շարժվում ես առաջ, մեկ էլ ինչ-որ մի բան տեղի է ունենում, ինչ-որ մի բան խառնվում է իրար, ու քո բնականոն կյանքը խառնվում է, սիրելիս, ինչ-որ միտեղից փոթորիկներ են բարձրանում, խնդիրներ, պրոբլեմներ, ու ամեն բան սկսում է խառնվել իրար, ու կյանքը վերածվում է քաոսի, մենք էլ սիրում ենք, չէ, այդ քաոսը, մի հատ կապիտալնի սենց ու բոր կանենք դզվի, թե չէ, չենք սիրում այդ քաոսը, ով է սիրում քաոս, մարդկա օրինակ շատ էքստրիմ է, ու սիրում է տենց էքստրիմ բաներ իր կյանքում, հանգիստ կյանքից հոգնում է շուշ, բայց իրականում լինում է, չէ, այնց որ քո համար ապրում ես մեկ էլ ինչ-որ միտեղից մի խնդիր, մի փոթորիկ, մի պրոբլեմ գալիս է, չնախատեսված, մի հատ օրինակ ասեմ, ով կհիշի ես վերջերս, որ Ռոստովում սենց մի հատ ցունամի անցավ, հիշում ենք, բոլորս ենք հիշում, էդի ընենց է, որ չես էլ կարա մոռանաս, դա մի հատ յուրահատուկ պատմություն է Ռոստովի պատմության մեջ, որ այդպես բան համարյա թե չէր եղել, գիտես միջև այդ ցունամին կգար, միջև այդ փոթորիկը լինելը, ամեն բան հանգիստ էր, իրա բնականոն կյանքով քաղաքը ապրում էր, բայց հենց այդ ցունամին եկավ, ամեն բան խառնվեց իրար, ծառերը շրջեց, փողոցները փակվեցին, կատաստրոֆաներ տեղի ունեցավ, ցավալի է իհարկե, նույնիսկ մահեր կային, ու ամբողջ քաղաքը կարծես թե կանգնեց, ոչ մեկ չէր պատկերացնի, որ կարա այդպես բան անի, բայց հետաքրքիրը գիտեք որն է, մինչև այդ ցունամին լինելը, մենք հանգիստ քայլում էինք այդ նույն փողոցներով, այդ նույն ծառերի տակով անցնում էինք, երբևիցե կմտածեիր, որ ինչ-որ մի տենց ծառ կարա ընկնի քո վրա, վնասի, նույնն էլ մեր կյանքում է տեղի ունենում, սիրելիս, մեկ էլ ընդեղից, որտեղից որ չես սպասում, անսպասելի ցունամիներ են բարձրանում, անսպասելի, ու ամբողջովին քաոսի է վերածվում կյանքը, մի հետաքրքիր սենց համեմատական անեմ, Մատթեոս 3-րդ գլխում գրված է Հովհաննես Մկրտչի մասին, հիշում եք, որ ժողովուրդը հանգիստ բնականon ապրում էր, նորմալ, ոչ մի արտառոց բան չկար, բայց հենց Հովհաննես Մկրտիչը եկավ, ամբողջ Հրեաստանը խառնվեց իրար, հանգիստ էին, բայց հենց Հովհաննես Մկրտիչը սկսեց քարոզել աշխարհի վերջի մասին, փրկության մասին, Հիսուս Քրիստոսի գալստի մասին, ամբողջը խառնվեց իրար, ժողովուրդը խառնվել են, ասում է, ու Հովհաննես Մկրտիչը ինչ էր անում, պատրաստում էր Տիրոջ ճանապարհը, ժողովրդին կանչում էր ապաշխարության, ինչ որ մի կարևոր բան պիտի լիներ, բայց դրանից առաջ մի հատ փոթորիկ եղավ, ու ես գիտեք ինչ եմ հասկանում, ամեն մի կարևոր բանից առաջ մի հատ փոթորիկ է լինում, կյանքում էլ է այտենց, ու ասեմ ավելին, Հովհաննես Մկրտչի նպատակը գիտեք որն էր, Հովհաննես Մկրտչի նպատակը ժողովրդին արթնացնելն էր, որ ժողովուրդը արթնանան այդ քնած իրավիճակից, դուրս գան անհոգությունից եւ հասկանան, որ գտնվում են հոգեվոր լուրջ պատերազմի մեջ, տեսել եք պատերազմի դաշտում քնած զինվոր, ցավալի է, դեռ չի ավարտվում, այսինքն Հովհաննես Մկրտչի քարոզչության այդ բուն նպատակը, այդ որ այդպես մի հատ քամի եղավ, ու դա ժողովրդին քնից արթնացնելն էր եւ անհոգությունից դուրս բերելն էր, սիրելիս, այսօր էլ շատերը քնած են եւ անհոգ կյանքով են ապրում, չնայած նրա, որ քրիստոնյաներ են, չնայած նրա, որ խոսքը գիտենք, չնայած նրա, որ եկեղեցում ենք, մեկը շատ ժամանակ քնած ենք ու անհոգ, ու չենք էլ պատկերացնում, թե ինչի մեջ ենք մենք կանչված, սիրելիներս, ինչ պատերազմի մասին է խոսքը եւ ինչի մեջ ենք ես ու դու կանչված, որ պիտի քնած չլինենք եւ անհոգ չլինենք, սիրելիս,
Պողոսը գրում է Տիմոթեոսին, առաջի Տիմոթեոս 6-րդ գլուխ 12 խոսքում։ Ասում է պատերազմիր հավատքիդ բարի պատերազմը եւ բռնիր հավիտենական կյանքը, որի մեջ կանչվեցինք։ Պողոս առաքյալը Տիմոթեոսի գրում է ու ասում է, լսի, պատերազմի հավատքիդ բարի պատերազմը։ Հավատացյալ ենք, չէ՞։ Քրիստոնյա ենք, չէ՞։ Մենք ուզում ենք գանք Աստծուն ու միանգամից ամեն բան Աստված մեր տեղը անի։ Բայց Պողոս առաքյալը գրում ասում է, լսի, պատերազմ ունես։ Անհոգությունից դուրս արի ու քնից արթնացի, որովհետև պատերազմ կա, ու այդ պատերազմը բարի պատերազմը, հավատքի պատերազմը։ Եվ ամենակարևորը ինչ ասում է, բռնիր այն հավիտենական կոչումը, որի մեջ կանչված ես։ Իսկ Եբրայեցիների թղթերում մի փոքր Պողոս առաքյալը կարծես թե բացատրություն է տալի։ Եբրայեցիս 6-րդ գլուխ 12 խոսքում ասում է, մեր պատերազմը արյունի եւ մարմնի հետ չի, այլ այս աշխարհի խավարի աշխարհակալների հետ, այն չար հոգիների հետ, որ երկնավորների մեջ են։ Ինչ որ արտառոց բաների մասին չի խոսում, մենք լավ հասկանում ենք, որ ով է այս աշխարհի չար աշխարհակալը, իշխանը, որի հետ մենք ունենք պատերազմ։ Հիմա մի հատ հարց տամ, որտեղ ենք ապրում։ Լսել եք, սենց հայերը արտահայտությունն են ասում, կարող է դու լուսնից ես իջել։ Մենք լուսնից չենք իջել, ամեն։ Մենք ապրում ենք այս երկրի վրա, եւ այս երկրի չար աշխարհակալը հակառակը Աստծուն։ Եթե հակառակը Աստծուն, նշանակում է նաեւ հակառակը Աստծո ժողովրդին։ Նաեւ հակառակը ինձ ու քեզ։ Հակառակը քրիստոնյաներին։ Եվ ինքը պատերազմ ունի մեր հետ։ Եվ մենք էլ նրա հետ ունենք պատերազմ, սիրելիս։ Եվ այդ պատերազմի հաղթանակը Հիսուս Քրիստոսը արդեն տարել է։ Մնում է մենք մեր բաժնի մեջ արթուն լինենք եւ անհոգ չլինենք ու այդ պատերազմի դրոշակը բարձր պահենք։ Չկորցնենք այդ հաղթանակը։ Այսպիսով ինչ ենք տեսնում, սիրելիներս։ Քրիստոնյան չպետք է քնած եւ անհոգ լինի։ Ինչ է նշանակում քնած ու անհոգ։ Այսօր չեմ աղոթի, վաղը կաղոթեմ։ Դե լավ, եկեղեցին իմ համար աղոթում է։ Ամենահեշտ տարբերակը գիտեք, որ նա զանգեմ մի ավակից խնդիրս ներկայացնեմ, ինքը թող աղոթի, ես գնամ իմ գործերով։ Եղել է երբևիցե որ զանգել ես ավակին կամ հովին խնդիրդ ներկայացրել ես, որ քեզ համար աղոթեն։ Ու հետո դու հանգիստ քո համար օթորակիչի առաջ նստած հովացել ես։ Սիրելիս, պատերազմ ունենք, ինքն էլ հավատքի բարի պատերազմ։ Ու խոսքն ասում է ոչ թե մարմնի ու արյան դեմ է, ոչ թե ինչ որ մեկի դեմ պիտի դուրս գանք ու պատերազմենք, այլ այդ պատերազմը այս աշխարհի չար աշխարհակալի դեմ է։ Չար ոգիների դեմ, որ բնակվում են այս աշխարհի բնակիչների մեջ։ Բայց ոչ թե մարմնի ու արյան, այլ հոգևոր հավատքի բարի պատերազմը։ Պատերազմի բարի չեմ տեսել։ Բայց Աստված մեզ խոսում է դրա մասին, որ կա հավատքի բարի պատերազմ։ Այդ պատերազմի մեջ արուն չի թափվում։ Այդ պատերազմի մեջ մեկի քիթը չի կոտրվում։ Այդ պատերազմի մեջ մեկի աշկիտակը չի կապտում։ Այդ պատերազմի մեջ ինչ որ մեկի ձեռն ու ոտը գիպսի մեջ չեն դնում։ Այդ պատերազմի մեջ ինչ որ մեկի հասցեին չար բաներ չեն հրճակում ու արձակում։ Որպես քրիստոնյան լինենք արթուն եւ դուրս գանք անհոգությունից։ Երկրորդը հոգևոր պայքար կա, որը մենք պիտի պատերազմենք ու անցնենք։ Եվ երրորդը ամենակարևորը մենք կանչված ենք հավիտենական կյանքի համար, սիրելիս։ Եթե չկա նպատակ, այսինքն չունենք նպատակ դեպի հավիտենական կյանք, դեպի Աստծո ներկայության մեջ բնակվել հավիտյան, ապա մեր պատերազմն էլ պատերազմ չի լինի։ Ապա մենք կմատնվենք անհոգության ու քնած կլինենք։ Համաձայն ես, որ այս պատերազմի ամենամեծ թշնամին անհոգությունն է։ Այս իրավիճակի ամենամեծ թշնամին անհոգությունն է, սիրելիս։ Երբ է գալիս անհոգությունը, գիտես։
կյանքի զբաղվածություններից, երբ որ կյանքում շատ զբաղված ես դու, զբաղվածություններ կան, հետո հոգսերից, հետո խնդիրներից զբաղված ես, հոգսերը խեղդում են քեզ, խնդիրներ կան, ու այդ ամեն ինչը գիտես ինչ է անում, այդ ամեն ինչը քեզ շեղում է ճշմարտությունից, քեզ շեղում է Աստծուց ու հեռացնում է ու տանում է դեպի գերություն։ Երբ որ մենք ընկնում ենք այդ զբաղվածության հետևից, երբ որ մեր նպատակը ոչ թե հավիտենական կյանքն է, այլ այս աշխարհում ինչ որ մի բանի հասնելը, գիտեք, չէ, ինչ որ մի բանի հասնելը անես չի որ մեղ կա, բայց դա չլինի նպատակ, բայց դա չլինի առաջնային։ Աստված գիտեք ինչ է ասում, ասում հələ նայեք թրջուններին, ասում ոչ աշխատում են, ոչ տանջվում են, ոչ հետ են գցում, բայց ամեն օր հայրը կերակրում է նրանց։ Ասում եթե թրջունների համար Աստված հոգ է անում, առավել եւս քեզ համար, սիրելիս, որովհետեւ դու ավելի թանկ ես Աստծո համար։ Երկնային հայրը հոգ է տանում բոլոր կենդանիների համար, բայց առավել եւս իր զավակների համար Աստված հոգ տանում։ Այնպես որ այդ աշխարհիկ ինչ որ բանի հասնել Աստված ասում է հոգ մի արա, որովհետեւ իր ժամանակին Տերը կտա։ Բայց առավել եւս մեր նպատակը պիտի լինի հավիտենական կյանքը, այն կոչումը, որի մեջ կանչված ենք։ Մի հատ օրինակ բերեմ։ Երբ որ մենք կենտրոնանում ենք այդ խնդիրների, հոգսերի, զբաղվածության վրա, մեր ուշադրությունը շեղվում է նպատակից ու ընկնում ենք գերության մեջ։ Օրինակ, ով է հիշում, ինչ արեց Փարավոնը, երբ որ հրեա ժողովուրդը պիտի գնար Աստծուն երկրպագեր ու մեծարեր, որ Մովսեսն ասեց իմ ժողովրդին թող մենք պիտի գնանք մեր Աստծուն երկրպագենք ու փառաբորենք։ Ինչ արեց Փարավոնը։ Աշխատանքը շատացրեց։ Իհարկե աշխատանքը ծանրացրեց Փարավոնը։ Ծանրացրեց զբաղվածության մեջ դրեց, որպեսզի բուն նպատակից շեղվեն ու մնան գերության մեջ։ Այսօր սատանայի մեթոդը չի փոխվել։ Նույն ձևով նա գործում է մեր օրերում, սիրելիս։ Զգացել ես, երբ որ սկսել ես հաճախել եկեղեցի, երբ որ սկսել ես մոտենալ Աստծուն, կարդալ Աստծո խոսքը, աղոթքով կանգնել, գործերդ ավելի են բարդացել։ Խառնվել է իրար։ Այն ինչ որ ստացվում էր ժամանակին, սկսում է դժվարությամբ գնալ առաջ, ծանրություն է դառնում, ընտանեկան խնդիրներ են առաջանում, իրար չենք հասկանում։ Կա չէ՞ սենց երևույթներ։ Գիտես, սիրելիս, իրականում մենք պետք է հասկանանք, որ մենք հոգևոր լուրջ պատերազմի մեջ ենք, հա։ Ու այն որ փոթորիկներ են առաջանում մեր կյանքում, դրանք էլ հենց այնպես չեն։ Խոսքն ասում է շատերն են կանչված, բայց քչերն են ընտրված։ Ասեմ քեզ, որ Տերը քեզ կանչել է, որ դու լինես ընտրվածների շարքում։ Ամեն։ Գիտես, դա Տիրոջ կամքն է, դա Տիրոջ որոշումն է։ Տերը ցանկանում է, որ դու լինես ընտրվածների մեջ։ Բայց հիմա հարց տամ, բայց դու ինչ ես անում, որ լինես ընտրվածների մեջ։ Գիտես, լավ է, խոսքերը վերցնենք ու վերագրենք մեզ, ասենք, վсё, Աստվածաշնչում գրված է, շատերը կանչված են, բայց ես ընտրված եմ։ Բալավ, ինչ ես անում, որ լինես ընտրվածների մեջ։ Անհոգությամբ կարանք մտնենք ընտրվածների մեջ։ Դժվար։ Դրա համար ընտրված լինելը Տիրոջ կամքն է, բայց ընտրվածների շարքում գտնվելը մեր անելիքն է։ Ասա ես անելիք ունեմ։ Ես ջանք ունեմ անելու, որ մտնեմ ընտրվածների մեջ։ Իսկ որն է այդ ջանքը, Պողոս առաքյալն ասում է Տիմոթեոսին, ասում է պատերազմի հավատքի բարի պատերազմը։ Նշանակում է մենք ունենք պատերազմ հոգևոր, եւ այդ հոգևոր պատերազմը հավատքի բարի պատերազմը։ Էսա թուրու թվանգս հանեմ, էս դանակը ստեա դրած, զենքը ստեա դրած, ավտոյի մեջ էլ ավտոմատ ունեմ, էսա գնում եմ ու պատերազմեմ։ Ոչ թուրդ, ոչ թվանգդ, ոչ զենքդ, ոչ դանակդ, ոչ էլ շրջապատը չի կարա օգնի քեզ։ Ոչ մի հարցում։ Դա չի կարա լինի քեզ համար ապահովություն, սիրելիս։ Դու հարց տուր քեզ, ում վրա ես դրել քո հույսը։ Այն
մարդու ձեռքով շինված զենքի, թե ամանակալ Աստծո վրա ես հույսը դրել։ Այն որ ասում են զենքը տունը մի պահի, որովհետև վաղ թե ուշ մի օր կրակելու է, իրոք կրակում է։ Ու հետո գիտես ինչ անում, ինչ որ մեկից կյանք է խլում, քեզանից էլ քո ազատությունն է խլում։ Ինչ որ մեկը այս աշխարհից է գնում, քոնն էլ քո կյանքն էլ այս աշխարհում փչանում է։ Մի հատ ընկեր ունեի, պատահական իրար տեսանք ու իր մեքենայի մեջ տեսա այն աշխարհիկ ժամանակներից հələ դեռ մնացած սենց զենք մեքենայի մեջ, ասում ես հələ սենց բաներ ես պահում։ Էդի 90-ական թվերին էինք պահում։ Ասեց հա, ու դու չգիտես, թե զենքը ինչեր անում, ինչ ճանապարհներ է բացում, անչի դու չես պահում։ Գիտես, ես չեմ հիշում, որ ես երբևիցե զենք պահեմ։ Այն աշխարհիկ ժամանակ է չեմ պահել։ Ինձ պետք չի եղել։ Հիմա առավել եւս, որովհետև իմ հույսը Տերն է։ Աստված է ինձ համար խնամք տանում ու հոգ տանում ու Աստված է ճանապարհներ բացում։ Աստված է քո ապահովությունը։ Ամեն։ Ու մեր պատերազմը գիտեք ինչի դեմ է։ Այն կյանքի եկած փոթորիկների, որ կյանքում պատահական հանկարծ գալիս են։ Ասում եմ, չէի սպասում, բայց անենց մի հատ փոթորիկ եկավ, անենց մի հատ պրոբլեմ առաջացավ, անենց մի հատ պատուհաս եկավ, չգիտեմ ոնց այդ հարցը լուծեմ։ Փոթորիկները որ գալիս են, ցավոք սրտի, մենք փոխանակ մեր հոգևոր հավատքի բարի պատերազմը պատերազմենք, միմյանց դեմ ենք դուրս գալիս։ Մենք սկսում ենք միմյանց դեմ պատերազմել։ Մեկս մեկի տեսնում ենք խնդրի աղբյուր եւ մեկս մեկի տեսնում ենք որպես թշնամի։ Մովսեսի օրերում էր այդտենց։ Երբ որ Մովսեսը եկավ Փարավոնի մոտ եւ ասեց, որ ժողովրդին պետք է բաց թողես, որ գնանք մեր տիրոջ ետևից, Փարավոն ավելի խստացրեց, ժողովուրդը սկսեց դուրս գալ Մովսեսի դեմ։ Հիմա հարց, Մովսեսն էր խնդիր առաջացնողը, թե Աստված։ Փարավոնը, ահա, ճիշտ պատասխան։ Գիտես, Աստված ժողովրդին ուզում է ազատություն տա, ժողովրդին ուզում է տա օրհնության երկիր, Մովսեսի միջոցով Տերը ճանապարհներ է բացում, Փարավոնը խնդիրներ է առաջացնում ու ժողովուրդը դուրս են գալիս Մովսեսի ու Աստծո դեմ։ Այսօր, երբ որ մենք մեր կյանքում փոթորիկներ ա լինում, գիտեք ինչ ենք անում։ Փոխանակ մենք իրականում մեր հավատքի բարի պատերազմը պատերազմենք ճիշտ ուղղությամբ, մենք դուրս ենք գալիս միմյանց դեմ ու դառնում ենք թշնամիներ։ Որն է այդ հավատքի բարի պատերազմը, սիրելիս։ Առաջ երթին այդ պատերազմը սկսում է ինձանից։ Ասում եմ, եթե օրինակ այդ խնդիրները չառաջանա մեր կյանքում, ես կկարողանայի բացահայտեմ ինձ, թե այտենց դժվար իրավիճակներում ես ինձ ոնց կպահեմ։ Դժվար, չէ՞։ Քանի դեռ ամեն բան լավ է, բոլորի ժպիտը չի պակասում։ Բոլորս լավն ենք, քաղցր, անուշ, բայց հենց խնդիրը առաջանում, նորը տեղ սկսվում է բացահայտվել մեր էությունը, թե ոնց ենք մենք մեզ պահում։ Բանից պարզվում է առաջի հերթին, այդ պատերազմը բացահայտում է իմ էությունը։ Այդ փոթորիկները կներեք, բացահայտում է իմ էությունը։ Այդ փոթորիկների ժամանակ է երևում, թե ինչ տկար տեղեր ունեմ, ինչ խարխուլ տեղեր ունեմ, որոնք փոթորիկների ժամանակ քանդվում են։ Այդ եմ ասում եմ, որ այս քամին չլիներ Ռաստովում, մենք չէինք իմանա, թե ինչքան ծառ կա, որ արմատները խորը չեն, ինքն էլ փթած է։ Կիմանայիր, չէիր իմանա։ Մի օր այդ ծառի տակ նստած պաղպաղակ ուտելուց մեկ էլ տենայր ծառը անգավ պաղպաղակի վրա։ Դե ուրիշ վատ բան չեմ ուզում ասել։ Հա? Ու այն կոֆեիդ բաժակը շուռ եկա։ Այսինքն, հասկանում եք, չէ՞, տրագեդիան ինչումն է։ Լավ է, որ այս փոթորիկը եղավ։ Շատ ժամանակ մենք աղոթում ենք Տեր, պահի մեզ, թող սենց բաներ չլինի, բայց մեկ էլ տենում ես լինում է։ Ընտանիքում, երեխեքի հետ, կին ու ամուսին, բարեկամի հետ, փոթորիկա որ լինում է։
աշխատանքի վայրում, ուղաղոթում ենք Տեր, որ չլինի, ուզում եմ մեր աղոթքի ձևը փոխենք, սիրելիներս։ Գիտեք ոնց։ Տեր իմ Աստված, այս փոթորիկները որ եկավ, ուզում եմ հասկանամ ոնց պիտի ինձ պահեմ։ Քո խոսքի համաձայն ես վարվեմ։ Պատերազմեմ, բայց ոչ թե անիմաստ պատերազմս լինի, այլ դիպուկ, կոնկրետ, հենց խնդրին գնա ու կապնի իմ պատերազմի են աղեղը։ Այսինքն, ինչպես ես ինձ պիտի պահեմ, որ լինեմ հավատքից բարի պատերազմը պատերազմող, ոչ թե անիմաստ պատերազմող։ Բանից պարզվում է խնդիրները, որ գալիս են, օգնում են մեզ, որ մենք ավելի կապնենք Տիրոջ։ Օգնում են մեզ ու ցույց են տալիս մեր կյանքի բնավորության այն գծերն ու այն բնագավառները, որը դեռ չի պատկանում Հիսուս Քրիստոսին, որտեղ հələ Հիսուս Քրիստոսը չի թագավորում։ Այսինքն բաներ կա հələ ես եմ, իմ եսն է, ոչ թե Հիսուս Քրիստոսը։ Եթե իմ եսն է, այդտեղ չկա հավատքի բարի պատերազմ, այդտեղ կա ճակատամարտ, որ ասում է, կներեք էլի, որ ասում է պոզերը տնգած գնում են, ուր է գնում։ Այսինքն փոթորիկները իրանք ոչ միայն վնաս են տալիս, այլ նաև օգնում են մեզ բացահայտելու մեր կյանքի բաց թողումները, թերի տեղերը, որտեղ Հիսուսը դեռ չի թագավորում, որը չենք հանձնել Հիսուսին։ Նշանակում է առաջի հերթին, որպեսզի այդ խնդիրը լուծվի, ես պիտի իմ հետ աշխատանք տանեմ։ Ինձ բերեմ Տիրոջ դաշտ։ Հիսուսին թույլ տամ մտնի իմ կյանքի այդ բնագավառը, այդ բնավորությանը զգծերը կարգավորի։ Լինում է, որ մարդիկ քեզ չեն հասկանում, հակառակվում են, բարկացնում են, բոլորի հետ է լինում է։ Բոլորի հետ։ Ինչ ես անում։ Ոնց ես պատերազմում դրա դեմ։ Ոնց պետք է պատերազմեմ, այ մարդ, սկզբից խոսքով հասկացնում եմ, հետո տենում եմ չի հասկանում, մի քիչ տոնս բարձրացնում եմ, հետո տենում եմ էդ էլ չի հասնում, արդեն մի քիչ ձև եմ բռնում, որ իրան բան խռովել եմ բան, հա։ Ու սկսում ենք մեր մարդկային ձևերով պատերազմել։ Մի քանի օր իրար հետ չենք խոսում, արհամարում ենք, երբ որ հանձնես Հիսուսին, Հիսուս Քրիստոսով սկսվում է քո հավատքի բարի պատերազմ։ Ու ոչ թե պատերազմում ես մարմնի ու արյան դեմ, այլ գիտես ինչ ես անում։ Ասում եմ, երբ որ կան մարդիկ, որ քեզ չեն հասկանում, հակառակվում են, բարկացնում են, միևնույնն է, ներիր ու սիրիր նրանց։ Գիտես, երբ որ չարանում ես, դու բարի պատերազմ չես պատերազմում։ Դու դառնում ես չարի ձեռքին մի գործիք, որ ինքը վերցնում է, ինքը թուրն է, դու թվանգը իրար խփելով վնասում է։ Բայց երբ որ հանձնվում ես Հիսուս Քրիստոսին, ու ինչ էլ անեն միևնույնն է, սկսում ես ներել ու սիրել, այդտեղ բարի պատերազմը հաղթանակ է տանում։ Հիսուս Քրիստոսին հարցրին, ինչքան կարելի է ներեմ եղբորս, որ իմ դեմ ինչ որ մի բան անում։ Հիսուսը ասեց 7 անգամ 70։ Հիմա ուզում եմ հələ բազմապատկես 7 անգամ 70 ու բաժանես օրերի մեջ ինչ անում։ 3 րոպեն 1։ Դու կարաս 3 րոպեն 1 ներես։ Գիտես ինչ է դառնում, եթե 3 րոպեն 1 քեզ վարժեցնես ներելու, այդ չարությունը քո մեջ էլ տեղ չի գտնի։ Կնշանակի, որ արդեն Հիսուս Քրիստոսը բնակվում է քո մեջ։ Այդ բնագավառիդ հարցերը լուծված է։ Ինչքան էլ փոթորիկ լինի, արդեն քեզ չի վնասի, որովհետև դու ամուր արմատներ ես գցել Հիսուս Քրիստոսի մեջ։ Մի կարևոր բան եմ ուզում ասեմ։ Ներելը մարդիկ կան ասում են, այ մարդ դե գիտես ոնց, հա, անիմաստ է ներելը։ Կա չէ, տենց որ արտահայտվում ես, ասում ես սրան ներելը անիմաստ է, ինչքան էլ ներել է, մեկը ինքը իր խասյաթը չի փող։ Գիտես ինչ կասեմ քեզ։ Ներելը միակողմանի կորուստ մի համարի։ Ներելը միակողմանի կորուստ չի։ Մի նայի կողքինի դու ասա, հա, բախի չես ինձ ներում։ Սկսի քեզանից։ Ներելը միակողմանի կորուստ չի։ Գիտես ինչ է։ Ներելը ազատագրման միջոց է։
Հələ պատկերացրու, ինչքան իրավիճակներ ա եղել, որ չես ներել։ Ընդհակառակը ասում է չարին չարով ես պատասխանել։ Ու մի անգամից խաղաղություն ա եկել քո ներսը, չէ՞։ Ասես մի անգամից խաղաղվել ես, մի անգամից այն սրբության լույսը գլխիդ վերևը վառվել ա, ոտերը տամպոտել են, մեջքիդ թևերը երբ ներում ես, դուրս ես գալիս սատանայի ազդեցության գոտուց, սիրելիս։ Սատանային արգելում ես, որ ինքը քո մեջ տեղ գտնի։ Իսկ երբ չես կարողանում ներել, ասում են, չէ, ես չեմ կարող ներեմ, այնց բան արել, որ չեմ կարող ներեմ։ Անհնար է, սիրելիս։ Եթե դու չես կարող ներես, ճիշտ ես ասում, դու չես կարա ներես, եթե Հիսուս Քրիստոսին չունես։ Անհնար է Հիսուս Քրիստոսով չկարողանաս ներես։ Հիսուս ասում է ամեն բան հնարավոր է եւ կարող եմ ինձ զորացնող Հիսուս Քրիստոսով։ Հիշում եք այդ խոսքը։ Ամեն բան կարող եմ ինձ զորացնող Հիսուս Քրիստոսով, եթե Հիսուս Քրիստոսին թույլ տաս քո կյանքի մեջ մտնի, ապա անհնար է որ չկարանաս ներես։ Երբ որ չես ներում, սիրելիս, դրանով թույլ ես տալիս տարբեր կեղտոտ մտքեր եւ էմոցիաներ տեղ գտնեն քո ներսում, ինչն էլ վերածվում է գործողության, եղել է որ չներելուց, բարկանալուց ինչ որ նենց մի բան ես ասել կամ մի բան ես արել, որ հետո փոշմանելս, բայց արդեն ուշ է։ Եկեք թույլ չտանք։ Եկեք իրականում հասկանանք մի բան, ով ինչ էլ ուզում անի։ Իմ հավատքի բարի պատերազմը Հիսուս Քրիստոսի խոսքով ապրելն է։ Ներել ու սիրել։ Առաջի Կորինթացիս 15-րդ գլուխ 33-րդ խոսքը գիտես ինչ ասում, ասում է չար ընկերակցությունները ապականում են բարի վարքը։ Արթուն կացեք, արդարությամբ եւ մեղք մի գործեք։ Չար ընկերակցությունները ապականում են բարի վարքը։ Ինչ գործ ունենք այս խավարի իշխանի բնավորության գծերի հետ։ Մեր ընկերակցությունը թող լինի Հիսուս Քրիստոսի ու նրա խոսքի հետ։ Ամեն։ Երկրորդը, եղել է չէ, որ ինչքան էլ բարի բան ես անում, մեկը մարդիկ կգտնվեն, որ ինչ որ բաներում կմեղադրեն։ Լինում է թե չէ, դու լավ բան ես անում, բայց կողքից ինչ ասես կխոսան, կմեղադրեն, կասեն ես ինչ որ մեջը մի շահ ունի, որ սենց բաներ անում, բարի գործեր անում, սկսում են կասկածել եւ այլը, ու այդ ամեն ինչը հասնում է քեզ։ Ու ինչ ես անում, ասում ես դե սրանից հետո կտենաս։ Չէ՞։ Այ թե մի բարի բան անեմ սրան, всё, վերջ։ Գիտես ինչ ուզում եմ ասեն, սիրելիս։ Միևնույնն է, շարունակի բարի բաներ անել։ Մի կորցրու քո բարության այդ որակը թող չկորի ինչ որ մարդկանց ասեկոսներից կամ պահվածքից, լավ։ Մեկը կողքից տեսնողը միշտ էլ տեսնելու է ու զանազանելու ասելու է այսի բարի մարդ է։ Իսկ ես մեկը շատ չառնա, գիտես, այնքան դառնություն կա սրա մեջ, բայց այս մեկը ինչքան բարի է, գլխին ինչ ասես, խաղացին, բայց միևնույնն է իր բարությունը չկորցրեց։ Այ դա էլ է մեր հավատքի բարի պատերազմը, որ այդ փոթորիկները գալիս են, բայց այդ փոթորիկների մեջ ես մնում եմ Տիրոջ մեջ հաստատված։ Ու Տիրոջ այդ բարությունը սկսում է իմ միջոցով գործել։ Երկրորդ Կորինթացիս 6-րդ գլուխ 14-րդ խոսքից։ Այս այնտեղն է, որ ասում է անհավատների հետ այլախառն լծակից մի լինեք։ Անհնար է, որ անհավատների հետ չշփվենք, սիրելիս։ Մեր շրջապատում անհավատները շատ են, աշխատանքի վայրում, բնակավայրում, հա, մեր հարազատների մեջ ինչքան անհավատներ կան։ Անհնար է հետները չշփվես, բայց այլախառն լծակից մի լինեք նշանակում է նրանց մի նմանվեք։ Նրանց հետ կարանք շփվենք, բայց նրանց բնավորության հետ չխառնվենք, նրանց արածների նման չանենք, սիրելիս։ Ու շարունակում է, որովհետև ինչ մասնակցություն ունի արդարությունը անօրենության հետ, եւ ինչ հաղորդություն ունի լույսը խավարի հետ։ 16 խոսքը ասում է, կամ ինչ համաձայնություն ունի Աստծո տաճարը կուռքերի հետ, որովհետև դուք կենթանի Աստծո տաճար եք։ Ինչպես Աստված ասաց, թե նրանցում կբնակվեմ եւ նրանցում ման կգամ եւ նրանց Աստված կլինեմ եւ նրանք իմ
ժողովուրդը։ Փառք Հիսուսին։ Լինում է, չէ, որ ինչ որ մի լավ բանի հասնում ես, մեկ էլ տենում ես կողքից նախանձողները շատացան։ Ցանկացողները շատացան։ Նույնիսկ ընկերներն են դառնում թշնամի նախանձից, չկամենալուց։ Դա չի նշանակում, որ դու պիտի դադարես հաջողակ լինելուց։ Շարունակիր քո հաջողության ճանապարհը, սիրելիս։ Ու մի չարացիր այդ մարդկանց պահվածքից, որովհետև Աստված գիտեք ում հետ է, ում է օրհնում։ Արդարներին։ Աստված արդարներին օրհնում է, սիրելիս։ Եթե ես բնակվում եմ Տիրոջ խոսքի մեջ, ու Տիրոջ խոսքն էլ իմ կյանքում իրականություն է, Տերը իմ հետ է, այն բոլոր փոթորիկների ժամանակ ես ոչ թե դառնում եմ փոթորիկի մասնիկ ու պատերազմում, չգիտես, մարդկանց դեմ, այլ իմ պատերազմը բարի հավատքի պատերազմը, Աստծո խոսքի համաձայն եւ վերաբերմունքս մարդկանց նկատմամբ Աստծո կամքի համաձայն է, ապա Տերը օրհնելով է։ Տերը օրհնելով է, սիրելիս։ Հռոմեացի 8:31 ասում, ապա ինչ ասենք այս բաների համար, եթե Աստված մեր կողմն է, ով է մեզ հակառակ։ Եթե Աստված մեր կողմն է, մենք Աստծո մեջ ենք ու Աստված էլ մեր կողմն է, էլ ինչ կարա մեզ հակառակ լինի։ Թող լինեն այդ փոթորիկները։ Ասում է փոթորիկներ էլ կլինեն, քամիներ էլ կգան։ Շատերը գիտեք ինչ են ասում, ասում է ես չեմ կարա ազնիվ ու անկեղծ լինեմ, որովհետև ինձ կխաբեն։ Այս աշխարհում անհնար է լինել անձնիվ ու անկեղծ։ Աշխատանքի բնագավառում անհնար է լինել ազնիվ ու անկեղծ։ Ինչ որ մի բան պիտի անես, որ կարողանաս գոյատևես։ Սիրելիներս, Հիսուսին էլ էին փորձում։ Հիսուսը անկեղծ էր, ազնիվ էր, ու Հիսուսին էլ էին փորձում։ Բայց Հիսուս Քրիստոսը ինչ էր ասում։ Ոնց էր վարվում Հիսուս Քրիստոսը։ Հովհաննես 5:30 խոսքում ասում է. ես ինձանից չեմ կարող ոչինչ անել։ Ինչպես լսում եմ, այնպես եմ դատում եւ իմ դատաստանը արդար է, որովհետեւ իմ կամքը չեմ որոնում, այլ ինձ ուղարկող Հոր կամքը։ Անհնար չի լինել անկեղծ ու ազնիվ այս կյանքում, սիրելիս, եթե Տերը բնակվում է քո ներսում։ Ինչքան էլ քո շուրջը անարդարություն է, մի ընկիր այդ փոթորիկների մեջ, մի ընկիր այդ ջրերի մեջ։ Հիսուսը շատ լավ բան է ասում. ես ինձանից չեմ կարա ոչինչ անեմ։ Եթե մենք մեզանից ինչ որ բան անում ենք, այդտեղ չկա, կարա չլինի անկեղծություն ու արդարություն։ Միտեղ գրված ով ասում է մարդու մեջ մի լավ բան չկա, չէ՞։ Ու մեկը եթե կասի թե սուրբ է ու արդար, ասում է սուտ կխոսա, որովհետև մեր էությունը լավը չի։ Բայց եթե Հիսուսը նայեք ինչ ասում, ինձանից չեմ կարող ոչինչ անել, այլ անում եմ այն, ինչ որ իմ Հոր կամքն է։ Հոր կամքը, Տիրոջ ներկայությունը օգնում է մեզ ամեն իրավիճակում մնալ արդար ու ազնիվ։ Այն ինչ որ տարիներ շարունակ ձգտել ես, կառուցել ես, կարծես թե հասել ես քո նպատակին, կարա մի օր քանդվի։ Մի օրինակ բերեմ, մեկը կար հանդիպեցինք, ինքը այն երկրից է, որտեղ որ հիմա իրավիճակները լավ չի, ու ասում է, երկար տարիներ էր տունս կառուցում էի։ Կառուցեցի, արդեն հասել էր ավարտին, որ պիտի մտնենք ու բնակվենք, ու ասում է սկսվեց։ Ասում է թողել ու գնացել ենք։ Ամեն բան։ Ասում է նույնիսկ մեկ օր անգամ չկարողացանք վայելել այն տարիների կառուցածը, տարիների ներդրումները, որ մենք ներդրում ենք ունեցել։ Ու հիմա ասում է նույնիսկ չգիտեմ, թե ինչ վիճակի է, ավերակ է, թե ոչ։ Ու գիտես ինչ, սիրելիս, միգուցե դու քո կյանքում հարաբերություններ ես կառուցել, ընկերություն ես կառուցել, միգուցե ինչ որ բաներ ես կառուցել, չգիտեմ, բիզնես ես կառուցել ու մեկ էլ մի ակնթարթում քանդվում ամեն բան։ Դա թող չթուլացնի քո թևերը։ Շարունակիր կառուցել։ Շարունակիր, որովհետև երբ որ թուլացնում ես քո թևերը, նշանակում է սատանան հաղթել է։ Նշանակում է պարտվել ես։
Շարունակիր Տիրոջ շնորհքով զորանալ ու կյանք կառուցել։ Մատթեոս 7:24-ում ասում է. «Արտամեն ով որ իմ այս խոսքերը լսում է եւ նրանց կատարում, կնմանեցնեմ նրան մի իմաստուն մարդի, որ իր տունը շինեց ժայռի վրա»։ Շարունակիր ժայռի վրա հաստատված կառուցել քո կյանքը, սիրելիս։ Ինչ էլ որ կքանդվի, ինչ էլ որ կկորցնես, մի դադարի կյանքը կառուցելուց Հիսուս Քրիստոսով։ Թող քո արմատները ամուր լինեն Հիսուս Քրիստոս ժայռի վրա հաստատված։ Բարության հետ կապված ասեմ, որ երբ որ օգնում ես մարդկանց, կան չէ, որ մարդիկ անում ես ու չեն էլ գնահատում այտենց։ Չի գնահատվում։ Ոչինչ։ Շարունակի բարություն անել։ Շարունակի օգնել։ Հիշում եք Հիսուս Քրիստոսին այն 10 բորոտներին։ Ինչ արեց Հիսուս Քրիստոսը, 10 բորոտներն էլ եկան ու 10 բորոտներին էլ բժշկություն տվեց։ Ու այդ 10-ն էլ գնացին, դրանցից մեկը հետ եկավ։ Հիսուսը բարություն արեց, թե չէ։ Հիսուսը բարություն արեց ու այդ 10-ն էլ գնացին, 10-ից 9 հետ չեկան, այն մեկը հետ եկավ։ Ու պատկերացնում եք Հիսուսը ասես նայր ու ասեր հələ դրանց նայ, բարժի որ ես էլ բարություն անեմ, բարժի որ էլ բժշկեմ, բա հələ դրանց օրինակը նայ, բա իմ գլխին սենց օյն են խաղում։ Հիմա հարց, երբ որ մի քանիսը, մի քանի տասնյակն ու հարյուրները շնորհակալ չեն եղել, մի նեղվի։ Քո արածները գնահատվում է վերևում։ Հիսուսը թևերը չթուլացրեց։ Հիսուսը շարունակեց բժշկել, վերականգնել, հարություն տալ, կյանք տալ մարդկանց, անենց որ սա էլ է փոթորիկներ, որ գալիս է մեր կյանքում։ Բայց կարևորը նա է, դու այդ փոթորիկի մեջ մարդկանց հետ կռիվ ես տալիս, թե ներում ես, ասում ես, դե իմա ոչինչ, բայց ես շարունակելու եմ իմ հավատքի բարի պատերազմը, որը հիմնված է Հիսուս Քրիստոս ամուր ժայռի վրա, խոսքով լցված։ Մի կարևոր բան էլ ասեմ, էլի մարդիկ ինչ ուզում է թող խոսան, եթե դու իրականում Աստծո խոսքով ես ապրում։ Պարզապես պետք չի ինքնաարդարացում, քո գործերն են քեզ արդարացնելու։ Հավատքի համար կարող է հալածեն, որ եկեղեցի ես գալիս կամ հավատքի մեջ ես, կարան քեզ ինչ ասես ասեն, չհասկանան, հակառակվեն, պարզապես որ ասում է ժպտա ու անցի։ Կարևորը Հիսուսն է քեզ գնահատում։ Հովհաննեսի 2-րդ գլուխ 24-րդ խոսքում մի պատմություն կա, ասում է Հիսուսը ինքը իր անձը չէր վստահում ժողովրդին, մարդկանց, որովհետև Հիսուս Քրիստոսը ամեն բան գիտեր, թե ինչ կա մարդկանց մեջ։ Հիսուս Քրիստոսը իր անձը չէր վստահում, բայց Հիսուս Քրիստոսը ջեր դադարում գործելուց։ Հովհաննեսի 8:59-ում մի ուրիշ պատմություն ասում է Հիսուս Քրիստոսը միտեղ քարոզում էր, ու մեկ էլ ինչ արեցին, ժողովուրդը քարերը վերցրեցին, որ Հիսուս Քրիստոսին քարկոծեն։ Հիշում եք այդ պատմությունը։ Բայց Հիսուսը գրված է ծածկվեց եւ դուրս գալով տաճարից նրանց միջով անցավ ու գնաց։ Հետները կռիվ չարեց, հետները չվիճաբանեց։ Ինքը իր արդարությունը չփորձեց այդտեղ հաստատի, որովհետեւ իր արդարությունը Տերն է հաստատողը։ Իրավիճակներ կա, որ գիտես չեն հասկանա քեզ, բայց խաղաղությամբ ժպտա ու անցի գնա։ Թող Տերը փառավորվի այդ իրավիճակի մեջ։ Եվ ամենակարևոր մի բան էլ, գիտես դժվարությունները գալիս են, փոթորիկները գալիս են իրականում, որ քեզ Աստծուց հեռացնեն ու դադարեցնեն քո աղոթքները։ Լինում է, չէ, որ դժվար ու էլ աղոթելը չի գալիս։ Ուզում ես աղոթես ու չես կարող։ Մի երկու բան ասում ես ու հասկանում ես, որ աղոթքդ էլ չի գնում։ Սիրելիս, միաբանության մեջ զորություն կա։ Միաբանության մեջ զորություն կա, եթե դու դժվարության մեջ ես, փոթորիկներ են բարձրացել։ Հիշի, որ միաբանության մեջ զորություն կա։ Միաբանվիր կնոջդ հետ, միաբանվիր ամուսնուդ հետ, միաբանվիր եկեղեցու քույր ու եղբորդ հետ։ Ու շարունակեք աղոթք բարձրացնել։ Մի դադարեք միաբան աղոթքները, որովհետև այդ միաբան աղոթքների մեջ
իրականում գերբնական զորություն կա։ Գործք առաքելոց առաջի գլուխ 4-րդ խոսքում Հիսուս Քրիստոսը ինչ պատվիրեց հավատացյալ ժողովրդին։ Գործք առաքելոց առաջին գլուխ 4-րդ խոսք Հիսուսը պատվիրում է իր հետևորդներին եկեղեցուց չհեռանալ։ Այնտեղ գրած է Երուսաղեմից չհեռանալ։ Այսօրվա Երուսաղեմը, այսօրվա Աստծո ներկայությունը եկեղեցու մեջ է, ամեն։ Եթե այն ժամանակ Երուսաղեմում էր, հիմա ամենուր որտեղ եկեղեցի կա, ասում է որտեղ երկուսը եւ ավելին կմիաբանվեն իմ խոսքի շուրջ, ես այնտեղ եմ։ Հիմա այստեղ երկուսը չենք, այլ փառ Տիրոջը բազմաթիվ ու ավելին ենք։ Եվ մենք Տիրոջ խոսքի համաձայն միաբանվել ենք ու Տիրոջ ներկայությունը այստեղ է։ Եվ Տերը ինչ է ասում, Հիսուսը պատվիրում է իրականում իր հետևորդներին, քրիստոնյաներին, մեզ, ու ասում է եկեղեցուց չհեռանաք։ Մի դադարի եկեղեցի գալու։ Շարունակիր։ Դա քեզ ու ինձ համար է օգտակար։ Եկեղեցի գալը չդադարեք եւ ասում է սպասեք հոր ավետիքին, այսինքն հայտնությանը։ Եթե փոթորիկները բարձանում ու դժվար է, ու կարծես թե աղոտ քտել տկարացելը, միաբանության մեջ զորություն կա։ Շարունակիր, սպասելով հոր հայտնությանը։ Ու Տերը հավատարիմ է, ու Տերը չի թողնում։ Եվ ստեղ մի կարևոր բան էլ կա, որը շատ է դուրս գալիս։ Ստեղ Աստված հատուկ շեշտում է ընտանեկան պայմաններում ում հետ աղոթես։ Գործք առաքելոց առաջի գլուխ 14 խոսք։ Ասում է աշակերտները միշտ միաբան աղոթք եւ աղաչանք էին անում ում հետ, կանանց հետ։ Հիմա աշակերտները տանն էլ ամուսինները թող միաբանվեն իրանց կանանց հետ ու աղոթք ու աղաչանք բարձրացնեն Աստծուն։ Ամեն։ Շատերը կնոջ դերը ցածրացնում են, բայց Ծննդոց գրքում գրված է ու ասում է, որ Աստված ստեղծեց կնոջը ու տղամարդուն ու միաբանեց ու նրանք դարձան մեկ։ Ու ասում է եւ ոչ ոք թող չբաժանի։ Այս մեկ լինելու մեջ զորություն կա, գիտես։ Այս մեկ լինելու մեջ են, որ ասում է միաբանության մեջ զորություն կա, երբ որ միաբանվում ես, զորություն կա։ Ասում է ամուսինը հավատքի մեջ եթե տկարացել է կբարձրանա կնոջ օգնությամբ, եթե կիննա տկարացել ամուսնու օգնությամբ։ Եվ մի ամենակարևոր բան եմ ուզում ասեմ սիրելիս, ընդհանրապես շատ կարևոր է, որ մենք երբեք չմոռանանք Աստծո հրաշքները, որ Աստված մեր կյանքում անում է։ Արել է, անում է եւ չի դադարել անելուց։ Այնքան կարևոր է, որ մենք չմոռանանք, հիշենք եւ նաեւ չմոռանանք այն խոստմունքները, որ Աստված տվել է մեզ։ Դու գիտես, որ խոստմունքի զավակ ես։ Դու խոստմունքի դուստր ես։ Դու խոստմունքի են Աստծո խոստմունքները քեզ համար է։ Ու Տերը լիքը խոստմունքներ ունի քեզ համար տրված։ Երբ որ մոռանում ենք, մենք նպատակից շեղվում ենք։ Երբ որ հիշում ենք, մենք արթուն ենք լինում եւ եղել է, որ վարորդներին էլի հենց այս օրինակը բերեմ, որ աշկդ կպելա, դու մեքենայի ռուլին գնում ես ու մեկ էլ աշկդ կպելա։ Ու մեկ էլ հելնում տենում ես, հայտնվել ես օրինակ 1000 կիլոմետր հեռու, որտեղ որ պիտի գնայիր այդ վայրում, քնած։ Եղել է, որ քնած հասնես տեղ։ Հենց աշկդ մի վարքյան կպնում է, մեկ էլ տենում ես շեղվեցիր նպատակից, ճանապարհից։ Հա? Մի փոքր անուշադիր ես լինում, արդեն ճանապարհը շեղվում է։ Սիրելիս, նույնն էլ մեր կյանքի ճանապարհն, մեր կյանքի նպատակներն են։ Մենք կանչված ենք հավիտենության որդիներ լինելու։ Մենք կանչված ենք, սիրելիներս, ընտրված լինելու։ Մենք կանչված ենք, որ այս ընթացքի մեջ մեր հավատքի բարի պատերազմը ճիշտ պատերազմ է։ Ոչ թե միմյանց դեմ, այլ երբ որ փոթորիկներ են գալիս, հասկանանք մեր թերի կողմերը ու դրանք շտկենք Հիսուս Քրիստոսով։ Առաջի Տիմոթեոս 4-րդ գլխի 14-րդ խոսքում գրված է այսպես.
Անհոգ մի եղեք այն քեզանում եղած շնորհքի համար, որ քեզ տրվեց մարգարեություններով երեսների ձեռնադրությամբ։ Անհոգ մի եղեք այն քեզանում եղած շնորհքի համար։ Քո ներսում շնորհք կա Աստծուց ներված, նպատակ կա։ Անհոգ մի եղեք այդ շնորհքի համար, որը գրված է մարգարեությունների միջոցով երեսների ձեռքով տրվելա ձեզ։ Եվ հաջորդ խոսքը առաջի Տիմոթեոս 1:18 խոսքը ասում է. այս պատվիրանքը ավանդում եմ քեզ, Տիմոթեոս որդյակ, առաջուց քեզ վրա եղած մարգարեությունների պես, որ նրանցով պատերազմես բարի պատերազմդ։ Ինչով պիտի պատերազմենք, ասում այս պատվիրանքը ավանդում եմ քեզ, Տիմոթեոս, առաջուց քեզ վրա եղած մարգարեությունների պես, այն Աստծո ծրագրերը, Աստծո շնորհքը, այն մարգարեությունները, այն խոստմունքները, որ ունես Աստծուց, ասում այ դրանցով քո ընթացքը անցի ու պատերազմի քո հավատքի բարի պատերազմը, որպես նպատակ, որ գնանք ու դա դառնա իրականություն, սիրելիս։ Ամեն։ Այնպես որ մեկ-մեկ որ փոթորիկներ ա լինում, թշնամի ման մի արի։ Ասում է թշնամին քնած չի, գոռոցի առյուծի պես մանագալի թե ում կուլ տա։ Այլ եկեք իրականում հասկանանք, փոթորիկները բացահայտում են մեր բնավորության տկար կողմերը, այն բնագավառները մեր կյանքի, որը դեռ Հիսուսին չի պատկանում։ Ինչ անենք։ Վերցնենք, հանձնվենք Տիրոջը։ Հանձնենք ամեն բանը Հիսուս Քրիստոսին ու Տիրոջ խոսքի վրա ամուր հիմքեր գցելով, պատերազմենք մեր հավատքի բարի պատերազմը, որ մեր կյանքում ոչ թե սատանան տեղ ունենա ինչ որ մի բան անելու, այլ ամբողջովին մեր կյանքում թագավորի մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսը։ Ու երբ որ դու ճիշտ անցնես, սիրելիս, քո ընթացքը, միգուցե դու մտածում ու ասում ես, դե ինչ անում ես այս մարդկանց համար, այ մարդ մեկը հակառակվում են, մեկը խնդիր առաջանում։ Ոչինչ, դու ճիշտ արա։ Ինչ որ անում ես, մի օր կհասկանաս, որ ոչ թե մարդկանց համար է իր անում, այլ Աստծո առաջ ես արել։ Ու Աստված է գնահատողը։ Ամեն։